Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել ինչու չեք զոհվել, Հայաստանի ղեկավարը Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին է հասցրել ինչու չեք զոհվել։ Շատ կոնկրետ շրջանակ մարդ, եթե անհրաժեշտություն լինի, այդ մարդկանց ցուցակը կարելի է ճշգրտել։ Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ, նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի, չգիտեմ, ինչ սեկտորի անդամ, այդ մարդիկ գնացել են սահմանի հետ կրակել են։ Ոչ միայն չեն կրակել, երբ որ ասում են փախածները, ես դրանց նկատի ունեմ, փախածները ասելով։ Նկատի ունեմ Ղարաբաղի քաղաքական պսևդոէլիտային եւ հանրային պսևդոէլիտային, ովքեր եկել են, ընդ որում 2023 թվականին իրանք ինձ մեղադրում են, ասում են սահմանները փակել են, որ մենք չգնանք Հայաստան։ Հիմա եկել են Հայաստան, ասում են Ղարաբաղի հարցը։ Ինչ Ղարաբաղի հարցը։ Ես շատ հստակ ասել եմ, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին եւ այդ հարցը շատ լեգիտիմ հարց է։ Իրենք ինչ են անում։ Իրենք իրենց տներում նստած ինչով են զբաղված։ Ով է գնացել կանգնել գրվել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են մեր զինվորներին թողել են մենակ։ Շատ լեգիտիմ հարց է, պատերազմի սկսելուց ժամեր անց 50 կիլոմետրանոց շարասյունի մեջ ովքեր էին։ Քանիսը եկան մնացին Հայաստանում, քանիսը հետ գնացին։ Հետ գնալիս է քանիսը հայտնվեց առաջնագծում։ Այսինքն այդ ինչ է։ Այդ ինչ մի հատ բան է, տենց անձեռնմխելիություն է ձևավորվել, որ պետք է չասվի այս բաները։ Պետք է ասվի։ Իհարկե պետք է ասվի եւ այո ասում եմ, պետք է բացատրություն տան։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։